Ողջույն սիրելիներս, այսօր պատրաստելու ենք անչափ համեղ շոկոլադե տորտ, որը պատրաստվում է շատ արագ եւ մեկ անգամ պատրաստելուց հետո այն կդառնա ձեր սիրելի բաղադրատոմսերից մեկը։ Դե ինչ, սկսենք պատրաստելը։ Սկզբում ձուն եւ շաքարավազը միասին հարում ենք այնքան ժամանակ, մինչեւ որ մասան կավելանա 2-ից 3 անգամ։ Ավելացնում ենք կարագը, իդեպ բոլոր բաղադրիչները պետք է լինեն սենյակային ջերմաստիճանի։ Ավելացնում ենք նաև թթվասերը, հեղուկ վանիլը, մի լավ հարում ենք, այստեղ ունենք ալյուրը, նախապես մաղով անց եմ կացրել, սոդա եմ ավելացնում եւ ավելացնում ենք զանգվածին։ Միանգամից չենք ավելացնում, այսպես գթալ ենք ավելացնում։ Անցնենք մյուս բաղադրիչներին, այստեղ ունեմ կակաո, նախապես մաղով անց եմ կացրել, ավելացնում եմ բուսայուղ եւ այսպես խառնում եմ մինչեւ ստանամ ջնարակի նման զանգված, ահա ինչպես տեսնում եք այսպիսի զանգված, այնուհետև ավելացնում ենք խմորին, մի լավ կհարենք, հարելուց հետո ստանալու ենք մի փոքր ծորացող բիսկվիթային խմոր, ահա այսպիսի տեսք պետք է ունենա խմորը, խմորը բաժանում ենք 2 հավասար մասերի, տապակի վրա դնում ենք յուղաթուղթ եւ խմորը այսպես տարածում բոլոր կողմերով, պետք է այնպես անենք, որ բոլոր կողմերը հավասար տարածված լինեն, թխելու ենք 180 աստիճանում, 25-ից 30 րոպե, անպայման փայտիկով ստուգում ենք թխվածությունը, եթե փայտիկի վրա հետքեր չկան խմորի, ուրեմն թխված է։ Ջեռոցները տարբեր են լինում, միգուցե ձեր մոտ մի փոքր ավել կամ պակաս ժամանակահատվածում թխվի, այս փայտիկով տարբերակը շատ ճիշտ տարբերակ է որոշելու համար թխված է թե ոչ։ Հիմա շերտը բաժանում եմ հավասար 2 մասի, վերևի հատվածն էլ հավասարեցրեցի եւ անցնում եմ կրեմի պատրաստմանը։ Ավելացնում եմ սառը սերուցքը եւ 1/4 բաժակ շաքարավազ, մի փոքր հարելուց հետո ավելացնում եմ գթալ խտացրած կաթը եւ մի փոքր էլ երբ որ հարում ենք, ավելացնում ենք այդ ժամանակահատվածում մասկարպոնե պանիրը, այսպես գթալ եմ ավելացնում, միանգամից չեմ ավելացնում։ Ավելացնում եմ հեղուկ վանիլը եւ հարում այնքան ժամանակ, մինչեւ որ կտեսնենք հարիչի գլխիկի հետքերը կրեմի վրա, ահա եւ պատրաստ է, երկար չենք հարում։ Այստեղ ունեմ խտացրած կաթ եւ եռման ջուր, իրար եմ խառնում եւ քսում եմ շերտերի վրա, այնուհետեւ նոր կրեմն եմ ավելացնում շերտերի արանքում։ Նախապես այնպես ենք անում, որպեսզի հավասարաչափ բաշխված լինի կրեմը։ Հիմա կտրտած բանանն ենք շերտի արանքներում դասավորում եւ մյուս շերտը հիմա կդնեմ, տեսեք ինչքան ծակոտք են ու լավ բիսկվիթային շերտեր են ստացվել, այս մյուս շերտին էլ ենք այդ օշարակից ավելացնում, շատ հեշտ է պատրաստելը, անպայման բաղադրիչների քանակը դրված կլինի մեկնաբանության դաշտում եւ նաեւ նկարագրության բաժնում, հիմա վերևի հատվածում էլ կրեմը քսում ենք, բոլոր կողմերով հավասարաչափ տարածում եւ կտեղափոխենք սառնարան կես ժամից մինչեւ 40 րոպե եւ կանցնենք ջնարակի պատրաստմանը։ Ավելացնում ենք կակաոն, շաքարավազը, մի փոքր խառնում ենք եւ կավելացնենք կաթը։ Կաթը նախապես տաքացրել եմ, նոր եմ ավելացնում, կդնենք ցածր կրակին եւ կեփենք այնքան ժամանակ, մինչեւ որ կթանձրանա, չենք մոռանում անպայման խառնել, ընթացքում խառնում ենք եւ երբ որ տեսնում ենք, որ արդեն իսկ թանձրացել է, վերցնում ենք կրակից, ավելացնում ենք կարագը, այնուհետև ավելացնում ենք հեղուկ վանիլը եւ նաեւ կոնյակը, մի փոքր խառնում ենք, այնուհետև վերջում ավելացնում ենք բուսայուղից հետո գեղեցիկ փայլ է ստանում ջնարակը, թողնում ենք մի փոքր հովանա, այնուհետև կպատենք տորթը ջնարակով, ահա այսպիսի տեսք պետք է ունենա ջնարակը, հիմա այսպես ամբողջ բոլոր կողմերով կտարածենք եւ մեր համեղ տորթը պատրաստ կլինի։ Սիրելիներս, պատրաստեք այս բաղադրատոմսով, շատ համեղ է եւ շատ հեշտ է պատրաստելը։ Կարող եք սառնարան տեղափոխել, թողնել մնա 2 ժամ եւ վայելել այս հիասքանչ տորթը։ Եթե հավանեցիք տեսանյութը, խնդրում եմ մի մոռացեք սեղմել լայք եւ եթե առաջին անգամ եք իմ ալիքում, սեղմեք զանգակոճակին, նաեւ սեղմեք բաժանորդագրման կոճակին։ Ստեսություն սիրելիներս, կհանդիպենք շուտով։